Տապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Անցանք վճռորոշ Հայաստանի համար ընտրությունների բուն գործընթացը, հիմա սպասում ենք պաշտոնական թվերի հրապարակմանը, ազգային ժողովրդավարական բևեռը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, բայց միաժամանակ նաև չի պատրաստվում դրանք բողոքարկել։ Կխնդրեմ ձեր գնահատական ընդհանուր առմամբ եւ ինչով կբացատրեք, որ չեք պատրաստվում բողոքարկել։ Նախ ընդհանուր, եթե մենք գնահատական ենք տալիս, դուք կհիշեք, որ մենք ընտրություններից առաջ ձեր եթերում խոսել ենք ընտրությունների մասին, որտեղ ես ասացի, որ ընտրությունները արդեն կեղծված են, այսինքն դեռ չսկսված կեղծված են, հիմնավորելով այն հանգամանքով, որ եթեր դուրս եկող մեդիաները նրանք բոլորը գտնվում են տոտալ վերահսկողության տակ եւ ձևավորում են հանրային կարծիք, ստեղծելով սև ու սպիտակ դաշտ եւ այնպիսի ուժեր, ինչպիսին օրինակ ազգային ժողովրդավարական բևեռը չունեին եթեր։ Եվ այս մոտեցումը նաեւ ապացուցվեց այս ժամանակահատվածում, երբ որ այս սեփական օրինակով կարող եմ ասել, օրինակ ես 3 անգամ կարծեմ հրավիրվեցի այս նախընտրական շրջանում հանրային հեռուստաընկերություն, որից հետո փողոցում, խանութներում, անգամ դեպի եղավ հիվանդանոցում մարդիկ ճանաչում էին, մոտենում էին, զրուցում էին, շնորհակալություն էին հայտնում։ Պատկերացրեք, որ այս տարիների ընթացքում ես ոչ թե 3 անգամ հրավիրվեի, այլ 103 անգամ հրավիրվեի։ Եվ ոչ միայն ես, ԱԺԲ-ի տարբեր անդամներ։ Եվ հենց այսպես է ձևավորվում այսպես կոչված էլեկտորատը, երբ որ հանրությունը տեսնում է այս կամ այն քաղաքական ուժին եւ իր հավանությունը կամ, չգիտեմ, դեմ լինելը արտահայտում է տվյալ ուժին։ Բայց քանի որ մեր երկիրը ավտորիտար բնույթ ունի, իշխանությունները տոտալ վերահսկում են եթերը, ինչի արդյունքում ընտրությունները չէին կարող լինել ուրեմն ժողովրդավարական եւ ազատ։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ մենք չենք բողոքարկում, որովհետև դա անիմաստ է։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը զավթված է, մենք տեսնում ենք, որ այդ թվում նաև դատական իշխանությունը, այդ թվում նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնվում են քաղաքական իշխանության տոտալ վերահսկողության ներքո։ Այսօր, օրինակ, մենք տեսնում ենք Արտուր Օսիպյանի օրինակով, մենք տեսնում ենք, որ իրավապահ համակարգը, դատական համակարգը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ենթակայության տակ եւ նա կարող է կամայական մարդու, ինչպես օրինակ Արտուր Օսիպյանի պարագայանը, կամայական մարդու ուղարկել բանտ։ Սա նշանակում է, որ մեր երկրում իշխանությունների տարանջատում չկա, դատական իշխանությունը, գործադիր իշխանությունը եւ օրենսդիր իշխանությունը գտնվում են մեկ անձի վերահսկողության տակ եւ իրենք իսկ դրա մասին հայտարարում են, որ իրենց վերահսկողության տակ է։ Այսպիսի պայմաններում բողոքարկելը անիմաստ։ Բա այսպիսի պայմաններում ընտրության մասնակցելու իմաստը որն է, պարոն Սաֆարյան։ Սրա մասին էլ մենք խոսել ենք ձեր հետ, որ մենք փորձ կատարեցինք այդ կարճ ժամանակահատվածում, որտեղ որ ինֆորմացիոն բլոկադան որոշակիորեն բացվում էր, հանրությանը ներկայանալի լինել։ Ինչքանով կստացվեր մեր փորձը, դա պիտի ցույց տար հենց այդ փորձի ավարտը, ցավոք սրտի, ինչը նաև որոշակիորեն ողջամիտ էր, այդ 1 ամսից ավելի քիչ ժամանակահատվածը քիչ էր, որպեսզի մենք կարողանանք ճեղքել ինֆորմացիոն բլոկադան, բայց մենք փորձեցինք։ Եթե պաշտոնական թվերը հրապարակվեն եւ ուժեղ Հայաստանը, այնտեղ Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը որոշեն, որ ընդունում են այդ արդյունքները եւ ովքեր որ անցել են խորհրդարան վերցնելու են իրենց մանդատները, սա էլի այս պայմաններում կպնդեք, որ ընտրությունները կեղծված են։ Ընտրությունները կեղծված են, ինչ կապ ունի, թե ով ինչ դիրքորոշում է դրանց հետո արտահայտում։ Եթե կեղծված է այս ուժերը, արդյոք Նրանք կհամաձայնեն կեղծված ընտրությունների հետ, դա եթե այդպես կլինի, ես չգիտեմ։ Ինչու պետք է համաձայնեն կեղծված ընտրությունների հետ։ Եկեք դրա համար պետք է իրենց հարցնեք։ Ես իրենց ներքին խոհանոցից տեղեկ չեմ։ Բայց ենթադրություններ կարող եք անել, օրինակ ինչը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի իրենք կեղծված ընտրությունների արդյունքները ընդունեն։ Ենթադրաբար կարող են խթանները տարբեր լինել։ Ինչ որ մեկի պարագայում կարող է լինել դա օրինակ իշխանությունների հետ
համագործակցություն, որպեսզի օրինակ իր նկատմամբ քրեական գործեր չլինեն։ Ինչ որ երկրորդի համար կարող է լինել, չգիտեմ, ազգային ժողովում ներկայանալի լինելու ցանկություն եւ այլն, այսինքն մենք զուտ մտնելու ենք ենթադրական դաշտ, որովհետեւ մենք այդ քաղաքական ուժերի հետ որևէ համագործակցություն չունենք եւ չենք կարող ասել թե ներսում ինչ է քննարկվում։ Ենթադրական դաշտ ճիշտ ասած անիմաստ է։ Ձեր նկարագրած այդ բռնապետական Հայաստանը, ըստ ձեզ եմ ասում, տարբերություններ ունի նախորդ բռնապետական համակարգերից Հայաստանից։ Ինչով է տարբերվում, ինչով է լավ կամ ինչով է ավելի վատ։ Նայեք, տարբերությունը որն է 2018 թվականի հանրային այդ լայն գործողություններից հետո հանրության մոտ առաջացավ մի կարծիք, որ իրենք հրեշին տապալեցին եւ այլևս ազատ են։ Ցավոք սրտի այս ժամանակահատվածում շատերի մոտ չի, որ այդ կարծիքը փոխվել է։ Իհարկե գիտակից զանգվածը հանրության հասկանում է, որ հրեշը տապալվեց, ծնվեց մի նոր հրեշ։ Ոչ գիտակից կամ քաղաքականապես ոչ հասուն զանգվածը ցավոք սրտի դեռ գտնվում է այդ 18 թվականի էйֆորիայի մեջ եւ չի հասկանում իրականությունը։ Այսպիսի պայմաններում այդ հրեշի դեմ պայքարը ավելի դժվարանում է այն մարդկանց համար, ովքեր որ պայքարում են։ Գիտակցված զանգվածը ում ընտրեց այդ դեպքում այս ընտրություններում։ Ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել, ես այդպիսի մոնիտորինգ չեմ անցկացրել հասկանալու համար, թե Չէ, եթե հրեշի այդ ֆենոմենը կամ չգիտեմ, պատկերը իրենք հասկացել են, այսինքն ինչի հետ գործ ունեն եւ իրենց համար միանշանակ է, որ մերժում են այդ հրեշին, հիմա այդ գիտակցությամբ քաղաքացին արդյոք կընտրի ընդդիմադիր այն ուժերին, որոնք կարծես թե այս ընտրությունների Դրա համար պետք է սոցիալական հարցումներ եւ մոնիտորինգ անցկացնել հասկանալու համար այդ գիտակից զանգվածը, որը պատկերացնում է, ողբերգականությունը իրավիճակի, ինչպիսի ելքեր է ինքը իր համար տեսնում։ Երևի թե դրանց մի մասը ընդհանրապես չի գնացել ընտրությունների, մի մասը իր ձայնը այս կամ այն քաղաքական ընդդիմադիր քաղաքական ուժին է տվել։ Չեմ կարող ասել, նորից մենք մտնում ենք ենթադրական դաշտ։ Նմանատիպ եզրակացությունների համար պետք է համապատասխան մոնիտորինգ անցկացնեն, համապատասխան ուրեմն գիտելիքներ ունեցող կազմակերպություններ։ Շատ է քննադատվում, որ Նիկոլ Փաշինյանը չսպասեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակումներին եւ ինքը նախորոք հայտարարեց, որ հաղթել են ձևավորում են կառավարություն, թեև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը դրա բացատրությունը տվեց, այնուամենայնիվ լավ, եթե Փաշինյանի դեպքում դա իր մեկնաբանությունն ունի, ինչ է կարծում Վրաստանն ինչու շտապեց շնորհավորել։ Չեմ կարող ասել, բայց մենք պետք է հասկանանք, որ ոչ միայն Վրաստանը, մի շարք այլ քաղաքական կենտրոններ, Վրաստանից հետո Տոկաևն է շնորհավորել։ Կենտրոններ եւ պետություններ, ոչ միայն պետություններ, այլ նաեւ որոշակի կազմակերպություններ են շնորհավորել, բայց ինչու են շնորհավորել։ Շնորհավորել են քաղաքացիական պայմանագրի հաղթանակ։ Հիմա այստեղ երբ որ մենք անդրադառնում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նա դրա իրավունքը չուներ։ Ըստ էության նա ուղղորդում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե հանձնաժողովը ինչպիսի վերջնական արդյունք պիտի հայտարարի։ Սա մեկ։ Երկրորդը, նա հայտարարեց, որ իրենք հավաքել են 50+1% եւ իրենք են ձևավորելու կառավարությունը։ Այսինքն ըստ էության ինքը իրեն հայտարարեց վարչապետ։ Ինչի մասին մենք հայտարարություն արեցինք եւ ասացինք, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակոչ, ինքնահռչակ վարչապետ է։ Այս ամենը հակասում է ժողովրդավարության ուրեմն նորմերին եւ Իմ հարցը այլ բանի մասին էր, ինչու շնորհավորեց Վրաստանի նախագահան, ես չգիտեմ։ Դուք հարցեր եք տալիս, որի պատասխանը շատ դժվար է կռահել։ Ումից պետք է ստանամ այդ հարցի պատասխանը։ Քաղաքագետներից, վերլուծաբաններից, քաղաքական գործիչներից։ Դուք չեք կարող ստանալ այդ հարցի պատասխանը, եւ երբ որ մարդիկ գալիս են եւ նմանատիպ հարցերի պատասխանում են պնդումներով, գնայք, այդ մարդկանցից մեծամասնությունը զբաղվում են քաղաքական շարլատանությամբ, որովհետեւ նման հարցերի պատասխանները կարող են բազմաթիվ լինել։ Հասկանում եք, սկսված միջանձնային հարաբերություններից, վերջացրած աշխարհաքաղաքական նպատակներով, հատ կարելի է տարբեր եզրահանգումների։ Հիմա Մոսկվայի դիրքորոշումն էլ չեք կարողանա մեկնաբանել։
Մինչև այս պահը չեն շնորհավորել, ըստ Պեսկովի չեն շնորհավորի, մինչև թվերը պաշտոնապես հաստատված չհրապարակվեն։ Նորից կդժվարանանք, որ եթե մենք գալիս ենք զուտ գնահատենք իրականությունը այնպեսին ինչպեսին կա, ապա միջազգային հարաբերություններում դա նորմալ է, որ պետությունը սպասում է պաշտոնական ուրեմն հրապարակած թվերի, սակայն եթե մենք արդեն գալիս ենք էությունը գնահատելու, այստեղ դժվար է գնահատել էությունը, այսինքն մենք չգիտենք հիմա օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ինչ կուլիսային բանակցություններ են գնում, ինչի վերաբերյալ։ Հա նորից օրինակ մենք եթե հարցնում ենք Վրաստանի հանգամանքը, մենք գիտենք, որ Վրաստանի իշխանությունները բավականին պրոռուսական են։ Արդյոք նրանց կողմից շնորհավորանքը դա Ռուսաստանի կողմից թելադրված էր կամ փորձ էր Ռուսաստանին սիրաշահելու, որովհետև նրանք համարում են, որ Ռուսաստանի համար հարմար տեխնացու է անցել, հասկանում եք, մենք կարող ենք այսպես ենթադրել եւ վերլուծել, բայց գալ եզրակացության դեռ շատ շուտ է, որովհետև տեղեկությունը, որը մենք ունենք, չափազանց քիչ է։ Ունեցած տեղեկություններով հետընտրական ցնցումների հավանականությունը ինչպես է գնահատում եւ եթե այդպիսի պայքար նախաձեռնվի, ԱԺԲ-ն կմիանա։ Ես գնահատում եմ շատ ցածր դրա հավանականությունը, իսկ չեմ տեսնում դրա նախադրյալները, չեմ տեսնում, որ արկա քաղաքական ուժերը նման ուրեմն նկարտումներ ունեն, կարող է ունեն, մենք չենք տեսնում։ Ինչ վերաբերում է միանալուն, շատ հստակ է եղել մեր դիրքորոշումը միշտ։ Մենք պատրաստ ենք պայքարել որևիցե քաղաքական ուժի հետ ուսի, եթե այդ քաղաքական ուժը ընդունում է Հայաստանի ինքնիշխանությունը որպես բացարձակարժեք եւ անքննելի։ Եթե կլինեն այդպիսի քաղաքական ուժեր, մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Պարոն Սաֆարյան, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով կդժվարանանք հիմա ինչ-որ վերլուծություն անել, թե զարգացումները ինչպիսին կլինեն։ Մենք սահմանափակումները նաև նկատի ունեն, որոնք մտցվեցին, բայց ինչպես տեսնում ենք, եվրոպական որոշ երկրներ բացել են իրենց շուկաները մեր տնտեսվարողների համար, օրինակ Ծիրանի մասով 20 բեռնատար կգնա Լեհաստան։ Ընդհանուր առմամբ այս տնտեսական համագործակցության մասով ինչ կարող եք ասել։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ վերադառնալու է իր շրջանս յուր։ Հիշենք, որ այս իշխանությունները փորձում էին ուրեմն ցույց տալ, որ իրենք ռուսական գաղութատիրությունից իբրև թե դուրս եկող իշխանություններ են, ընտրությունների նախորդին իրենք սկսեցին հայտարարել այն մասին, որ իրենց իշխանության օրոք Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն մեծացել է։ Մենք վերադառնալու ենք այս կարգավիճակի եւ խոսել 20 բեռնատարի մասին դա ծիծաղելի է ուղղակի, բայց երբ որ մենք տեսնում ենք Լեհաստանից կողմից նման առաջարկություն եւ առհասարակ մենք տեսնում ենք արևմուտքի կողմից օգնության առաջարկություն, մեզ համար պարզ է դառնում, որ արևմուտքը պատրաստ էր այս տարիների ընթացքում եւ պատրաստ է նաեւ այսօր, ուրեմն նաեւ տնտեսապես փոխարինելու Ռուսաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա ազատվել ռուսական լծից։ Եվ այստեղից պարզ է դառնում, որ իշխանությունները դա միտումնավոր չեն արել, այսինքն չեն օգտվել այն առաջարկներից, որը անում է արևմուտքը։ Իհարկե, այստեղ պետք է հասկանալ, որ դա չի արվում մեր գեղեցիկ աչքերի համար, դա արվում է ռուս արևմտյան այս լարվածության ֆոնին, որից մենք կարող ենք օգտվել, սակայն Հայաստանի իշխանությունները Հայաստանը պահում են ռուսական ծիրուն։ Պարոն Սաֆարյան, եթե ռուսական ազդեցության թուլացման այդ քաղաքականությունը կեղծ է կամ պայմանավորված է ձեր նկարագրածով գուցե ձեր գնահատականով, սա չէ նշանակում, որ Ռուսաստանը կբավարարվեր ընդամենը հայտարարություններով, թեկուզ սպառնալից հայտարարություններով եւ ոչ թե կանցնեին կոնկրետ գործողությունների, որոնց արդյունքում դժվարելու է հայ տնտեսվարողը։ Նայեք, իսկ Ռուսաստանը շատ կարծում եք հետաքրքրված է հայ տնտեսվարողների դուժելով։ Եվ մյուս կողմից այդ ռուսամետ ուժերի պայքարի մեջ մտցնելու իմաստը այդ դեպքում որն է։ Նայեք, քաղաքականությունը ինքը պարզ երևույթ չէ։ Այսպես մենք շատ փորձում ենք քաղաքականությունը բերել սև ու սպիտակ դաշտի, դա այդպես չէ։ Օրինակ, հարց է առաջանում, եթե առկա իշխանությունները մեծամասամբ անում են այն ամենը, ինչ որ այսպես ասենք թելադրվում է կամ ցանկություն ունի Ռուսաստանը, այդ դեպքում ինչի փորձել ազգային ժողով օրինակ մտցնել հնարավորինս շատ ավելի, այսպես ասենք, ռուսամետ ուժերի, որպեսզի այդ իշխանությունը միշտ մնա այդ ծիրուն։ Եթե այդ իշխանությունը ինչ-որ մի օր փորձի ռուսական ծիրից դուրս գալ, ապա օգտագործել մյուս լծակը, երրորդ լծակը, չորրորդ լծակը, իդեպ այդ լծակները միայն քաղաքական չեն։ Ռուսաստանը 30 տարիների ընթացքում ձևավորել է այնպիսի գործակալական ցանց Հայաստանում, որը բոլոր ոլորտներում, մեդիա ոլորտում, հասարակական դաշտում, բանակում, ամբողջ ԱԱԾ-ն, հասկանում եք, եւ սրանք յուրաքանչյուրը մի ազդեցության լծակ են։ Քաղաքականությունը այդպես սև ու սպիտակ չի։ Եվ այս պահին այս լծակն է աշխատում, մյուս պահին մի այլ լծակ է աշխատում։ Եվ Ռուսաստանը որպես գաղութատեր, որպես կայսրություն, այդ տարբեր լծակներով, այդ տարբեր թելերով կառավարում է Հայաստանը։ Եվ մեր առաջարկը միշտ այս իշխանություններին որն էր իրականացնել լյուստրացիա, որի արդյունքում այդ բոլոր լծակները կսկսեն քայքայվել։ Իհարկե ամբողջությամբ չէին վերանա միանշանակ, բայց որպես համակարգված գործողություն նրանք կքայքայվեն, կքայքայվեր գործակալական ցանցը, կքայքայվեր նաև տնտեսական ազդեցության լծակները, պիտի տրվեր նաև իրավաքաղաքական գնահատական, որպեսզի քայքայվեր քաղաքական կոմպոնենտը ռուսական ազդեցության։ Բայց քանի որ այս իշխանությունները նույն ազդեցության լծակներից մեկն են, նրանք չարեցին լյուստրացիա եւ չքայքայեցին Ռուսաստանի այդ գործակալական, տնտեսական այդ տոտալ ազդեցությունը մեր նկատմամբ։ Եվ մոտ ապագայում չեն էլ անի։ Չեն էլ անի միանշանակ։ Եվ առհասարակ մենք պիտի հասկանանք այն կտառը, որ իշխանությունները անդադ օգտագործում են, որ իրականացնենք օրինակ լյուստրացիա, կձերբակալենք, չգիտեմ, թալանչիներին եւ այստեղ հարց է առաջանում, եթե դուք ուզում եք դա անեք, անեք մինչեւ այսօր։ Եթե դուք ձեր իշխանության ընթացքում չեք արել դա, ուրեմն մենք պետք է գանք այն կանխավարկածից, որ դուք չեք անելու, որովհետեւ եթե անելու լինեիք, կանեիք։
Այսինքն իշխանությունները այդ կ տառը օգտագործելու իրավունք չունեն, դա կարող է անել ընդդիմությունը, որը իշխանության չի եղել եւ չի ունեցել լծակներ այս կամ այն գործողությունը անելու եւ ապացուցելու հանրությանը, որ ինքը կանի այդ գործողությունը եւ կշարունակի։ Իշխանությունը, որը արդեն մոտավորապես 10 տարի է ունի իշխանական լծակներ եւ բոլոր այդ գործողությունները չի արել, իրավունք չունի անի, որ ասելու, որ այս անգամ կանեն։ Դա մեղմ ասած արժանահավատ չէ եւ ողջամիտ չէ։ Հիմա առաջիկա 5 տարում որպես քաղաքացի նաև եւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչների չեք պատրաստվում անել։ Հետևելու եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Մենք ձեր սրա մասին նաև խոսել ենք, որ մեր պայքարը ոչ սկսվել է ընտրություններից առաջ, ոչ վերջանալու է ընտրություններից հետո։ Ընտրությունները ընդհանրապես մեր պայքարի մեջ մի փուլ էին, մի կարճ ժամանակահատված էին, որը եկավ եւ անցավ։ Մենք ինչպես նախկինում ենք պայքարել հանուն արդարության, հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, այնպես էլ շարունակելու ենք մեր պայքարը։ Ինչ եմ ես կանխատեսում եմ չափազանց վատ սցենարներ մեր երկրի համար։ Մենք եթե այս իշխանությունը մնաց իշխանության տեսնելու ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի տոտալ ագրեսիվ քաղաքականությունը մեր նկատմամբ, որովհետեւ իրենց համար, այսպես ենք, իրենց տեխնացուն կանցնի իշխանության եւ արդեն մենք կտեսնենք անկլավների հանձնում, մենք կտեսնենք մեր ճանապարհների վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելու process, այսինքն այսպես տոտալ եւ ագրեսիվ ճնշում է սկսվելու Հայաստանի նկատմամբ եւ այդ ճնշումը իր տեղն է հասնելու, որովհետեւ Հայաստանի իշխանությունները ցույց են տվել, որ նրանք ադրբեջանական բոլոր պահանջները իրականացնում են։ Օրինակ Ադրբեջանը պահանջեց բանակը կրճատել, նրանք կրճատեցին բանակը։ Պահանջում է սահմանադրությունը փոխել, նրանք հայտարարել են, որ փոխելու են սահմանադրությունը։ Պահանջում է այսպես կոչված սովետական Ադրբեջանի պատկանող անկլավները, իդեպ Ադրբեջանը իրեն չի ճանաչում սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, բայց ինչ որ անկլավներ է պահանջում, արդեն իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ անկլավները նվիրաբերվելու է Ադրբեջանին։ Այդ անկլավների համար հայտարարություն Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ընթացքում իրեն ուղիղ հարց տրվեց, ինքը շատ ուղիղ պատասխանեց, որ այո, իրենց իշխանության պարագայում անկլավները հանձնվելու են Ադրբեջանին։ Այդ անկլավները ունենալու են իրենց ճանապարհները, ոչ որ ադրբեջանցիները ինչ-որ մի կերպ պիտի մտնեն դուրս գան։ Այսինքն ոչ միայն անկլավն է տրվելու, այլ նաև ճանապարհն է տրվելու, ինչի արդյունքում Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցնելու Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Պարսկաստան Իրան մայրուղիները, տոտալ վերահսկողության տակ պահելով արդեն Հայաստանի հարաբերությունները, այդ թվում նաև տնտեսական, որովհետև եթե դու կապուղիները վերցնում ես վերահսկողության տակ, վերցնում ես այդ երկիրը քո բռի մեջ, ըստ էության։ Եվ իշխանությունները հայտարարել են, որ նրանք ենթարկվելու են այդ պահանջներին, գիտենք սահմանադրության փոփոխության հարցը, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոխի իր մայր օրենքը, որով ձևավորվում է ամբողջ իրավաքաղաքական համակարգը երկրի, ըստ էության այդ իրավաքաղաքական համակարգը ձևավորում է Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանը պահանջում է փոխել, Հայաստանի իշխանությունները ասում են այո կփոխենք։ Այս գործընթացներին ենք մենք ականատես լինելու եւ եթե կարողանանք մենք մեր պետականությունը այսպիսի պայմաններում պահենք, շատ լավ կլինի։ Սա այն դեպքն է, երբ ես չեմ ցանկանա, որ ձեր կանխատեսումները իրականանան։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ազգային ժողովրդավարական վեվերի անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։